Շարունակում ենք ուրիշ նորությունները, շատ հետաքրքիր սպասված սիրված հյուր ունենք այս պահին տաղավարում, Զարուհի Բաբայանն է մեզ հյուր եկել, առիթը էլ ավելի հետաքրքիր եւ նշանավոր է, մենք միշտ սովորենք Զարայի հետ խոսել հիմնականում իր ստեղծագործական ուղուց, նոր տեսահոլովակներից, նոր երգերից, համերգներից, հյուրախաղերից, բայց այս պահին Զարուհին հանդիսանում է որպես ուսուցիչ, մի փոքրիկ աստղի, որը Հայաստան է ներկայացնելու Վրաստանում այս տարվա մանկական Եվրատեսիլում։ Նախ ողջույն Զարուհի, շատ ուրախ ենք ողջունել տաղավարում, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ Անչա, բարի լույս բոլորին, թող օրը բարի լինի եւ թող միշտ օրը սկսվի լավ լուրերով։ Այո, իսկապես երբ ես լինում եմ ռադիո տաղավարում կամ հեռուստատեսային տաղավարում, միշտ խոսում եմ կարծես թե իմ անելիքների մասին, բայց վերջին շրջանը անկախ մեր փոքրիկ աստղից, երբ երևի թե այն օրվանից, երբ ես նաև բացեցի իմ սեփական երգի դպրոցը, այդ երևի թե օրվանից նյութը խոսելու մասին, պատմելու մասին իհարկե շատացավ, որովհետև արդեն 3 սերունդ ավարտել է դպրոցը եւ շատ երեխաներ իրենց ճանապարհը շարունակում են իմ դպրոցից արդեն բարձրագույն հաստատություններում երաժշտական ներկայացնում են իրենց արվեստը տարբեր խմբերում, տարբեր հարթակներում, այնպես որ իհարկե այդ առումով պարծենալու բան կա։ Պարզապես այս տարվա մեր հաղթանակները, որոնք մենք գրանցեցինք, երևի թե այնքան տեսանելին եւ այնքան ականջը եւ աչքը եւ հոգին շոյող էին, որ այսպես լուրը տարածվեց կարծես թե համայն հայոց աշխարհով։ Ես անչափ ուրախ եմ, որովհետեւ մենք այսօր խոսում ենք մի շատ տաղանդավոր տղայի մասին, ում հետ մենք սկսեցինք աշխատել 4 տարի առաջ։ 4 տարի առաջ, երբ նա եկավ մայրիկի հետ եւ ասացին, որ շատ ուզում են, որպեսզի ես իր հետ սկսեմ աշխատել, եւ ամենահետաքրքիրն ու ուրախալին այն էր, որ ինքը լինելով 8 տարեկան այդ ժամանակ ինձ զարմացնում էր, որովհետև շատ հստակ հասկանում էր ինչ է ուզում։ Շատ հստակ գիտեր, որ իր տեղը բեմն է, երգն է, եւ շատ հստակ հասկանում էր, որ ինքը ամեն ինչ պիտի անի, որպեսզի հասնի իր երազանքներին, իր մտքերին, որ տարիներ շարունակ ինքը այսպես պատկերացրել է, թե ինչպիսին է պիտի լինի։ Եվրատեսիլը կար երազանքներում։ Եվրատեսիլը շատ հետաքրքիր է, Ալբերտի հենց շուրթերից պատմածի մասին եմ ասում, որ դեռ 5-6 տարեկանում, երբ ինքը հեռուստատեսությամբ ուղղակի նայում էր մեր փոքրիկ տաղանդների ելույթները, միշտ ունենում էր իր կարծիքը, միշտ բնականաբար ունենում էր իր ֆավորիտ երգերը եւ այն ժամանակ ասում նույնիսկ կանգնում էր հեռուստացույցի առջև եւ ասում էր այ օրինակ եթե չէ այ օրինակ երբ որ ես գնամ Եվրատեսիլ, ես օրինակ կանեմ այսպես, ես օրինակ կանեմ այնպես եւ ես այստեղ նորից գալիս եմ այն համոզմանը, որ մեր բոլոր մտքերը եւ երազանքները իրականանում են եւ երբ դու շատ ես մի բան ուզում եւ ուղարկում ես դեպի տիեզերք, այդ ամենը անպայման կատարվում է։ Եվ ես շատ երջանիկ եմ, որովհետև երբ մենք 4 տարի առաջ սկսեցինք աշխատել, մենք որոշեցինք, որպեսզի մենք պրոֆեսիոնալ ճանապարհ հարթենք Ալբերտի համար, մենք պիտի աշխատենք շատ, մենք պիտի լինենք բազմաշերտ եւ բազմակողմանի եւ մենք պիտի երևի թե սկսենք մրցույթներից։ Սկսեցինք փոքր մրցույթներից Հայաստանի շրջանակներում, Հայաստանի միգուցե մարզերում, հետո Երևանում եւ տարի վրա սկսեցինք աճել, որովհետեւ ես ինքս այն ուսուցիչներից եմ, որ շատ կարևորում եմ երեխայի բեմում հայտնվելու նպատակը եւ իմաստը։ Ես ինքս շատ ծնողներ կան, որոնք ուզում են ուղղակի տեսնել երեխային բեմում, դա իրենց հաճույք է պատճառում, դա իրենց համար շատ կարևոր է, երեխան է ուրախանում եւ այլն, բայց եթե ես չտեսնեմ, որ երեխան պատրաստ է, ես երբեք այդ երեխային չեմ թողնում բեմ, որովհետև երբ ես ինչ-որ մի բանի համար պատասխանատու եմ կամ իմ անունն է հնչում կամ ես ստորագրվում եմ այդ ամեն ինչի տակ, ես ուզում եմ իհարկե այնպիսի երեխա հայտնվի բեմում, որ ես շատ հպարտ լինեմ այդ փաստով։
Դրա համար մենք սկսեցինք այդ փոքրիկ մրցույթներով եւ աճելով հասանք բավական լուրջ մրցույթների իդեպ ամենա այստեղ ուրախալին այն էր փոքրից մինչև մեծ մրցույթը երբևիցե Ալբերտը դատարկաձեռն չի եղել չի վերադարձել միշտ ունեցել ենք առաջին տեղ մինիմում մաքսիմում Grand Prix Եվ այդ ամենը այո ուրախալի երևի թե փաստն էր որ ես հասկանում էի որ ես կարողանում եմ աշխատել եւ կարողանում եմ տեսնել թե ինչ է պետք Ալբերտին եւ որտեղ կարող է Ալբերտը շահեկան լինել որտեղ չէ Էտապային, փուլային, իդեպ ասեմ, երկարվեստը եւ առհասարակ բեմը շատ մեծ աշխատանք է պահանջում։ Շատ ժամանակ, գիտեք, կա մի հատ sense կարծրատիպ, որ հա ինչ են անում, որ երգիչները երգում, պարում ուրախանում են իրենց համար, տենց առանձնապես գործների անունն ինչ է։ Միգուցե էկրանից այս կողմ այդպես է տպավորությունը բայց այդ ամենը ահռելի աշխատանք է պահանջում եւ դու պիտի աշխատես ամեն օր փոքրիկ դադարները նույնիսկ կարող են քեզ վրա անդրադառնալ բացասական եւ ես շատ ուրախանում էի ամեն անգամ եւ երբ անհամբեր սպասում էի զանգի, որ իմանամ արդյունքները ինչպիսինն են, որովհետեւ Ալբերտը հիմնականում մայրիկի եւ հայրիկի հետ է շրջագայում եւ մասնակցում մրցույթների, ես իմ աշխատանքի բնույթով չեմ կարող ամենտեղ լինել։ Ներողություն, քանի չեմ մոռացել, Եվրատեսիլի մեկնելու եք իր հետ Վրաստան։ Անպայման, Եվրատեսիլի մեկնելու եմ իր հետ եւ ամեն անգամ սպասում եմ իրենից այդ զանգը սպասված որ եւ ես երբ թե արդեն ալո ընկեր Զարա այդ ինտոնացիայից արդեն գիտեմ առաջին տեղա թե Grand Prix-ա ինչևէ մինչև Եվրատեսիլյան մրցույթը շատ հետաքրքիր ստացվեց նաեւ իր հայտնվելը ֆրանսիական The Voice-ում այո ես ճիշտ ասած հենց այդ մի ճշտում ուզում էի մտցնել մենք հասկանայինք երեխան անցել է 4 տարվա ընթացքում բավականին լուրջ փորձություններ, մրցույթների տեսքով, ինչպես նշեցիք, մինիմում առաջին տեղ, մաքսիմում Grand Prix, բայց չգիտեմ կհամաձայնեք թե ոչ հենց Ֆրանսիայի հաջողությունից, Պատրիկ Ֆիորի արձագանքից հետո երեխայի անունը թնդաց։ Կարծես թե մարդ չկար ով չճանաչեր կամ այդ տեսահոլովակը տեսած չլիներ եւ հաճախ ոչ միայն Այնց Ալբերտի օրինակով մինչև դրսում երեխան ճանաչում չստանա, այստեղ կարծես իսկ պատճառ բացատրություն ունեք, որն է հիմնական պատճառը։ Չէ, ուղղակի տեսեք, շատ հետաքրքիր է, որ մինչև The Voice Kids-ը, մինչև Ֆրանսիա մեկնելը, Ալբերտը էլի բավականին արդեն հայտնի երեխա էր եւ տարբեր հրավերներ էր ստանում։ Բայց այդ չգիտեմ իր մասին։ Ահա, այդ մասին եմ ուզում ասել, բայց դա կարծես դրա մասին գիտեր ավելի ոնց որ sense փոքր շրջանակ, որովհետեւ ես Ալբերտի հետ կոնկրետ ունեցել եմ նաև մեր սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ, ինքը ունի իր տեսահոլովակը, ինքը ունեցել է ելույթներ, ինքը մասնակցել է Իտալիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հայաստանում տարբեր մրցույթների, այդ մասին մենք անընդհատ խոսել ենք, բայց եւ ունեցել ենք տարբեր վիդեոներ տեղադրված մեր Instagram-յան էջերում որոնք միշտ արժանացել են լավ արձագանքի եւ ամենա այստեղ զավեշտը այն է որ Ֆրանսիայից հրավերը մենք ստացել ենք շատ պատահական այսինքն իրենք են պատահական Instagram-յան այդ ռիլերով որոնք որ այսպես տարածվում են մեկը մյուսին ուղարկում է լսում է եւ այլն նույնիսկ չգիտեմ թե ինչպես հայտնվել է իրենց տեսադաշտում եւ իրենք են առաջարկել Ալբերտին մասնակցել։ Մենք ոչ մի հայտ չենք ներկայացրել, մենք ոչ մի բան չենք արել, պարզապես մենք տեսանյութեր էինք տեղադրում, բարբերաբար երեխաների ելույթներով sense տեսանյութեր ենք տեղադրում Instagram-ում, որտեղ որ Ալբերտը երգում էր ֆրանսերեն, չիմանալով ֆրանսերեն։ Եվ երբ ինքը հրավերը ստանում է հրավերը ստանա հարապում իր հետ ֆրանսերեն ամեն դեպքում դա այդպես չի որ միայն լավ լսողություն ես բայց մենք այդ ժամանակ քանի որ ես ինքս էլ ֆրանսերեն չգիտեմ մենք խնդրել էինք որպեսզի մասնագետը ուղղորդեր մեզ լեզվի հետ կապված եւ կարծես այդպես ստացել էինք արդեն բավական լավ ֆրանսիական պատկեր այսպես ասեմ եւ իրեն ասում են որ մենք շատ կուզեինք եթե դու դեմ չես դու էլ մասնակցես նու բնականաբար այո մենք դեմ չենք ինչու՞ չէ մեծ սիրով բայց կային պայմաններ
Այսինքն նախընտրական փուլը Ալբերտը այդ տեսանյութերով իրենք համարում էին անցած, բայց որpիսի ինքը հասներ հերոստատեսային փուլին, ինքը պիտի անցներ եւս մի հարցազրույց, որը պիտի լիներ ֆրանսերեն։ Այստեղ մեր խնդիրները սկսվեցին, որովհետև մենք հասկացանք, որ մենք ունենք 3 ամիս ժամանակ եւ մենք չգիտենք ֆրանսերեն։ Ու այստեղ իմ հիացմունքը իհարկե հասավ իր գագաթնակետին, որովհետև Ալբերտը ասաց ես կսովորեմ ֆրանսերեն 3 ամսում։ 3 ամս։ Եվ Ալբերտը սովորեց 3 ամսում անգլերեն, ֆրանսերեն։ Շփվել գոնե, հա։ Շփման մակարդակով։ Հարցազրույցը այնքան, որ ինքը հարցազրույցը անցավ շատ նորմալ, երբ ինքը մեկնեց Ֆրանսիա, ինքը բոլոր հարցազրույցները, բոլոր հանդիպումները, բոլոր զրույցները, ինչ եղել է, ինքը արդեն ինքնուրույն իր ուժերով զրուցել է, խոսել է, հասկացել է, եւ արդեն հետո երբ հերոստատեսային փուլի ժամանակ ընտրվեց Դլեաման երգը եւ Պատրիկի այդ արձագանքը, այդ էմոցիաները եւ այդ ապրումները բնականաբար անտարբեր չէին կարող թողնել ոչ մեկին եւ այդ նյութը սկսեց տարածվել հենց Ֆրանսիայում։ Ֆրանսիայում տարածվելուց հետո այն հասավ Հայաստան, որովհետեւ երևի թե չկար այդպիսի կայք կամ թերթ, չգիտեմ, որ չանդրադառնային Ալբերտի կատարմանը եւ Պատրիկի ռեակցիային։ Իհարկե, երբ հետո ինքը այդ ընթացքում ավելի ճիշտ, որովհետև դա մի քանի օրվա բան չէր, ինքը voice-ը բավական երկար տևող նախագիծ էր, այդ ընթացքում մենք արդեն մասնակցել էինք այստեղ նախընտրական փուլին Եվրատեսիլյան, բայց դեռ պատասխան չունեինք, անհամբեր սպասում էինք, որովհետև Ալբերտը 3 տարի շարունակ փորձում էր, մենք այսպես համառ ասում էինք, մի օր գալու է այդ օրը, մի օր գալու է այդ օրը։ Կանկեղծ ինչ է կարծում նպաստեց այնտեղի հաջողությունը։ Ես կարծում եմ այո, իհարկե նպաստեց, որովհետև մեկ այլ բան է, երբ որ դու երեխային նոր ես տեսնում եւ լավ չես պատկերացնում ինչ տիպի ելույթ կարող էինք ունենալ, ինչքան է իր պատրաստվածությունը։ Մեկ այլ բան է, որ դու մեգա նախագծում իրեն տեսնում ես, կենթանի կատարմամբ իրեն լսում ես եւ հասկանում ես, որ այս երեխան շատ արդեն ամուր եւ հստակ կանգնած է բեմում։ Իհարկե, եւ այդ ճանաչումը, որովհետեւ ինչու՞ չէ, ես օրինակ հիմա հույս ունեմ, որ երբ որ ինքը մեկնի Վրաստան Եվրատեսիլին մասնակցելու, Ֆրանսիան շատ ավելի մեծ սիրով իրեն ձայները կտա։ Այո, ես կարծում եմ, որ դա բավական մեծ ազդեցություն ունեցավ եւ ամենակարևորը այն է, երբ հանրային հեռուստատեսությունը հայտարարեց ընտրության մասին, շատ կարևոր է նաեւ այն արձագանքները, որոնք հետո լինում են հանրության կողմից եւ երևի թե չկա այդպիսի մարդ, ու կա հատուկ են մարդիկ կան, որոնք որ էլի ինչ որ մի բան իրենց այն չի, ինչ որ մի բան էլի է նենց արված չի, բայց հանրությունը հիմնականում այո արձագանքեց այնպես, որ այս երեխան շատ արժանի է, այս երեխան այնպես է երգում, որ չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին։ Այս երեխան շատ ուրիշ է, այնպես որ ամեն ինչն էլ ազդեցություն ունի, իհարկե, ամեն ինչը։ Այս պարագայում ես շատ ուրախ եմ, որովհետև գտնում եմ, որ Ալբերտը իսկական արժանի էր այն պատասխանատվությանը, որ այսօր դրվել է իր ուսերին, եւ ինքը դա մեծագույն երջանկությամբ վերցրել է իր ուսերին, եւ ես կարծում եմ մենք ունենանք շատ գեղեցիկ ելույթ Վրաստանում։ Ելույթում բացարձակ չեմ կասկածում, բայց հույս ունենանք նաև ինչու ոչ երկրորդ անգամ Հայաստան կգա մանկական Եվրատեսիլը։ Երրորդ։ Այո, երրորդ։ Վրաստանը 4-րդ անգամն է հյուրընկալում, եթե Վրաստանն էլ է ոնց որ 3 անգամ արդեն հյուրընկալել է։ Սա 4-րդն է լինելու։ Սա 4-րդն է լինելու։ Իսկ մենք ունենք արդեն 2 հաղթանակ, ես երազում եմ, ես շատ եմ ուզում Աստված առաջ դեկտեմբերի 13-ին կլինեմ, որ դեկտեմբերի 13-ին մենք լսենք այդ լուրը եւ հասկանանք, որ հաջորդ Եվրատեսիլը մանկական լինելու է Հայաստանում։ Ես Ալբերտին ասել եմ, իմ ծնունդը մի քանի օր հետո է Եվրատեսիլից եւ ես իրեն ասել եմ, ես իմ ծնունդին ուզում եմ։ Այս թող լինի քո կողմից ինձ նվեր իմ ծննդյան օրվան։ Կարծում եմ պարտադրող է, այո։ Սարուն երկի մասին էլ խոսենք, մի փոքր կարծես բալադային է երգը, մատուցման ձևն էլ է շատ հետաքրքիր անիմացիոն ժանրում է ներկայացված տեսահոլովակը, երգի ընտրությունը ինչպես է արվել։ Երգի այս տարի արվեց այսպես, ընտրվեց մասնակիցը եւ հետ
հետո արդեն հատուկ մասնակցի համար գրվեց երգ։ Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը Անիտա Հախվերդյանն է։ Լիլիթը Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք Լիլիթի հետ, ինքը ասաց, որ ես շատ ուսումնասիրել եմ Ալբերտին, բոլոր իր ելույթները, զրույցները, հասկացել եմ ինչպիսին է նա, եւ գտնում եմ, որ այս ստեղծագործությունը, որը ոնց որ ծնվել է հատուկ իր համար, սենց լիարժեք իրեն կկարողանա ներկայացնել եւ ես կարծում եմ որ հենց այդպես էլ ստացվել է որովհետեւ Ալբերտն էլ է իրեն շատ լավ զգում այդ երգի մեջ եւ այդ հուզականությունը որը կա երգի մեջ շատ բնորոշ է Ալբերտին եւ այդ էմոցիոնալ պորտկումները որոնք կան երգի մեջ էլի կարծես թե հատուկ իր համար են եւ այսինքն Ալբերտը խիզախ սիրտ ունի այո ես գտնում եմ որ այն երեխան որ համառորեն գնում է դեպի իր երազանքները այն երեխան որը կարող է 11 տարեկան էր դեռ այն ժամանակ այն 11 տարեկան տղան որը կարող է 3 ամսում սովորել լեզու իր երազանքին հասնելու համար այն երեխան որը չի տրտնջում եւ պատրաստ է աշխատել որպեսզի ունենա լավ արդյունք եւ շատ լավ ներկայացնի իր երգերը ես կարծում եմ այո այդ երեխան ունի խիզախ սիրտ որովհետեւ երբ դու թույլ ես դու քեզ մեջ ուժ չես գտնում այդ ամենը անելու համար եւ զրկելու քեզ փողոցից, համակարգչից, հեռախոսից, իսկ այսօր զրկանքները շատ պիտի լինեն, որպեսզի դու այդ ամեն ինչը ունենաս այս տարիքում։ Դրա համար ես կարծում եմ, որ այո, Ալբերտը ունի խիզախ սիրտ եւ ես կարծում եմ, որ ինքը շատ լավ օրինակ է այսօր մեր երեխաների համար, որոնք որ հասկանում են, որ ինքը օրինակ այդ մասին պատմում է, որ ինքը 3 տարի շարունակ փորձել է մասնակցել է որ ներկայացնի Հայաստանը Եվրատեսում եւ ոչ մի անգամ չի հուսահատվել այո ինքը լավ օրինակ է այսօր երեխաների համար ես նպատակասլացության այո ես միշտ իրան ասում եմ ամեն մրցույթից առաջ ասում եմ Ալբերտ մենք մրցույթին չենք մասնակցում հաղթելու համար իհարկե դա գերագույն հաճույք է եւ դա ամենալավ կարծես թե եզրահանգումն է եւ դու հասկանում ես որ դու ունեցար հաղթանակ բայց հավատացնում եմ ձեզ որ ամեն մի մրցույթ ամեն մի ելույթ քեզ մի քայլ տանում է առաջ դու աճում ես դու դառնում ես ուրիշը իսկ եթե դու ուզում ես լինել բեմում, եթե դու ուզում ես սիրվել, դու մի քիչ պիտի լինես ուրիշ։ Բեմը սիրում է մարդկանց, ովքեր որ կարող են լինել մի քիչ տարբեր։ Բեմը սիրում են մարդկանց, ովքեր կարող են լինել ավելի խիզախ, քան մյուսները։ Որովհետև երբ դու կանգնած ես բեմում եւ քեզ նայում են հազարավոր աչքեր, դու պիտի խիզախ լինես, որպեսզի կարողանաս այդ բեմում կանգնած այդ աչքերի ամբողջ ուշադրությունը գրավես։ Վախկոտ թույլ մարդը չի կարող բեմում լինել, գիտեք ինչքան մարդիկ կան, ովքեր շատ գեղեցիկ ձայն ունեն, շատ սիրուն երգում են, բայց չեն կարող կանգնել բեմում, որովհետև դա շատ վախենալու է։ Դուրս գալ բեմ հազարավոր մարդկանց առջև եւ լինել լավագույնը։ Դա շատ վախենալու եւ շատ պատասխանատու է իրականում։ Զարուհի, ամեն դեպքում ձեզ առաջին հերթին ընկալում են որպես երգչուհի, բայց այսօր լսելով ձեր այս ոգևորությունը, թե ինչպես եք պատմում աշակերտի մասին, նրա հաջողությունները կիսում եք եւ շատ հետաքրքիր եւ անկեղծ մի բան կար, որ միայն հաջողություն եք ակնկալում, որովհետեւ ձեր անվան հետ կապված անհաջողությունը դա ձեր անհաջողությունն է, ուղիղ իմաստով։ Իսկ որպես մանկավար Զարուհի Բաբայանը ինչ բացահայտեց իր մեջ, երբ որ սկսեց դասավանդել, ինչ նոր հատկություններ, որոնց մասին տարիքում եմ սկսել դասավանդել, ես սկսեցի դասավանդել, երբ 20 տարեկան էի։ Երբ ստացա հրավեր, Նաիրան Գուրջինյան զանգարեց, ասեց Զար, արի ես խումբ եմ հավաքում, արի աշխատենք այդ խմբի հետ։ Այն ժամանակ Վաղորդյան կաթիլներն էին, ես աշխատում էի գեղագիտական կենտրոնում որպես խմբավար եւ այդ ժամանակ արդեն երգի թատրոնում էի։ Ես մի բան եմ իմ մեջ հասկացել, որ ես ստանում եմ մեծագույն հաճույք աշխատել երեխաների հետ։ Ինձ իրենց հետ շատ հետաքրքիր է։ Ես իրենց հետ ոչ թե ուրիշ եմ, այլ ես իրենց հետ շատ երջանիկ եմ։
Սարոյ, բայց 30 տարի առաջ եւ հիմա, չէ՞ որ բոլորը համատարած ասում են սերունդը փոխվել է, շատ դժվար է կամակորեն, չլսող են, չենթարկվող են։ Այս ամենը չեք նկատում, այդ դարձյալ երեխաները լավն են։ Բայց շատ բան փոխվել է, աշխարհը փոխվել է, մարդիկ փոխվել են, տեխնոլոգիաները փոխվել են, բայց մի բան մնացել է նույնը։ Մի բան, որը որ չի փոխվում ու այդ սերն է, երբ որ երեխան տեսնում է, որ դու իրեն սիրում ես, որ դու իրեն կարող ես եւ սաստել եւ միևնույն ժամանակ գրկել եւ համբուրել եւ ասել, որ դու ապրես, դու շատ լավ աշխատեցիր, այդ սերը, այդ բարությունը, այդ ջերմությունը, ինչքան էլ աշխարհը փոխվի, այդ մնալու է հաստատուն։ Դրա համար ես իրենց շատ եմ սիրում, ես շատ խիստ եմ, ես շատ եմ սիրում իրենց, բան ասենց, իրականում այդ ամեն ինչը կա, բայց ես շատ խիստ եմ, ես չեմ հանդուրժում անշնորհ արարքներ, ես չեմ հանդուրժում անտարբերություն, թե իրենց ընկերների եւ թե դասի ընթացքում առհասարակ, եւ ես իրականում բավական խիստ եմ, այնպես չի որ, բայց ես կարող եմ իրենց հետ գետնի վրա նստած նկարել, խոսել, ծիծաղել, բայց միևնույն ժամանակ, երբ որ ես արդեն նստած եմ աթոռին կամ կանգնած եմ, ես ուրիշ կերպար եմ արդեն։ Այնպես որ իսկ երեխաները դա զգում են։ Երեխաները շատ լավ գիտեն։ Դու երբ ես իրենց սիրում, իրենց երբ կարելի է չարաճճի լինել, իսկ երբ պետք է արդեն հավաքվել։ Այնպես որ այդ առումով ամեն ինչ մնացել է նույնը։ Դրա համար ես ստանում եմ մեծ հաճույք եւ գիտեք ինչն է հետաքրքիր, երբ Ալբերտի իմացանք այս լուրը, որ ինքն է ներկայացնելու Եվրատեսիլ Հայաստանը Եվրատեսիլում, այդ ժամանակ մեր մյուս աշակերտը Բարիս Գրիգորյանը մեկնեց Վրաստան, էլի մի ուրիշ միջազգային մրցույթի։ Եվ այն պահին, երբ որ մենք այդ լուրը իմացել ենք եւ հանրային հեռուստատեսությունից վերադառնում էինք ես Ալբերտը եւ Մայրիկը, զանգեց ինձ Բարիսը, ընկեր Զարա, առաջին տեղ եւ մենք մեքենայի մեջ, «Օ, առաջին տեղ ես, ինչ լավ տարի է, հաղթանակների տարի է», բան ասեց Ալբերտը այն կողմից, «Բարի, շնորհավորում եմ քեզ, ապրես», բոլորը շնորհավորեցին, հետո ինձ Բարիսի Մայրիկը ասում է, ընկեր Զարա, գիտեք, այնքան հետաքրքիր էր, երբ դուք իրեն շնորհավորեցիք, ինքը սենց երջանիկ դեմքով նստած էր այդ առաջին տեղի լուրով, ու երբ իրեն Ալբերտը շնորհավորեց, ինքը այնքան շոյված էր ու այնքան իր համար կարևոր էին Ալբերտի խոսքերը, որովհետև Ալբերտը այսօր իսկապես օրինակ է, որովհետև երբ դու տեսնում ես Ալբերտին, դու հասկանում ես, որ ես էլ կարող եմ, ես էլ փորձեմ, ինձ մոտ էլ կստացվի, տեսեք, Ալբերտը 3 անգամ փորձել է, չի ստացվել, հիմա ստացվեց, ուրեմն հուսահատվել պետք չի, այսինքն ինքը այսօր ինձ համար շատ լավ օրինակ է, եւ ապրի ինքը, որ ինքը այդպիսինն է, ու հետաքրքիրն այն է, որ ես առհասարակ ոչ մի կոմենտ, ոչ մի բան չեմ կարդում, աշխատում եմ չկարդալ, տարիները ինձ սովորեցրեցին, որ պետք չի պղտորել հոգին եւ ժամանակ ծախսել այդ տիպի բաների վրա, բայց լավներ հաճելի է, չէ՞, ոգևորող է, դա եք բաց թողնում։ Գիտեք, հասցնում են, որ լավը գրել են ասում։ Ինձ ավելի շատ ասում են, քան ինքս ես կարողանում եմ գտնել այդ կոմենտները։ Երբ իսկ Ալբերտինը կարդացել եմ։ Ալբերտինը կարդացել եմ, որովհետև ինձ շատ հետաքրքիր էր եւ այն բացահայտումը արեցի, որ նույնիսկ էկրանից այս կողմ հարցազրույցներից իր Instagram-յան էջը չգիտեմ, այսպես ուսումնասիրություն, մարդիկ ասում են, ինչքան պարզ, ինչքան կիրթ, ինչքան դաստիարակված եւ ինչքան զուսպ երեխա է, ինչը որ երևում է նաեւ իր երգի մեջ։ Եվ ես կարծում եմ այդպես է։ Այսինքն քո ներքինը արտացոլվում է այն ամենի մեջ, ինչ որ դու անում ես, քո երգերի մեջ, քո ասելիքի մեջ, թե ոնց ես դու դա ասում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Ալբերտը այդպեսին է եւ մեկ նույնիսկ իրան ասում Ալբերտ, մի քիչ շատ է արդեն, արի մի քիչ տենց ավելի սենց սամբռնաս բոս, ավելի մի քիչ, բայց հասկանում եմ, որ մարդիկ ծնվում են ինչ որ մի տեսակի մեջ
Չնայած որ ինքս համոզված եմ, որ եթե մարդ ուզում է փոխվում է, բայց մարդը արդեն ծնվում է բնավորությամբ, մարդը արդեն ծնվում է Խառնվածքով։ այո, ինչ որ խառնվածքով եւ դա է ունիկալ սարքում մարդուն։ Այնպես որ ես ուրախ եմ երջանիկ եմ, որ այս տարի Հայաստանը ներկայացնելու է մի երիտասարդ, որը արժանի է, որը ունի բոլոր տվյալները եւ այնքան հետաքրքիր է, միգուցե եւ հենց իր կերպարից ստացվեց, որ թիմը եկավ այն եզրահանգման, որ պետք է մուլտիտեսկով լինի այս տարվա մեր տեսահոլովակը։ Հետաքրքիր մատուցման ձև։ Ահա, հետաքրքիր էր, ոչ մի անգամ չէր արվել դա եւ ասեմ, որ Ալբերտի կերպարից նկարվել է հենց այդ պերսոնաժը, այսինքն որ պարզ լինի, որ դա ինքն է եւ հենց իր երազանքի Երևանից որ ինքը չի երևում։ ինքը մի փոքրիկ երևում է, բայց պատկերացրեք, որ չէ։ Պատկերացրեք, որ չնեղվեց, որովհետեւ իր համար այդ այնքան sense կախարդական էր, այնքան հետաքրքիր էր, իր համար այնքան այդ սիրուն էր, որ նույնիսկ թիմն է ասել, որ գիտեք, ուզում ենք մենակ սկզբում Ալբերտը լինի եւ վերջում, որովհետեւ եթե իրենք էտել չասեին, ինքը ընդհանրապես դրա մասին չէր խոսի։ Եվ երբ պրոդյուսերը Դավիթ Ծերունյանը եկավ, ասեց, սենց բան ենք մտածել, պիտի մուլտիտեսկով լինի, մենք բոլորս հասկացանք, որ այդ երևի ամենա սենց վաու տարբերակն է լինելու, ինչևէ ես կարծում եմ շատ գեղեցիկ աշխատանք է ստացվել, որովհետև մարդիկ աշխատեցին օր ու գիշեր, որպեսզի մենք ունենանք այսօր այս սիրուն երգը, այդ սիրուն մատուցմամբ եւ արդեն կես միլիոնից ավել դիտումներ կան YouTube-ում, որը էլի տենց արտարոց է մանկական, այո, եվրատեսիլի համար, այնպես որ կարծես ամեն ինչ շատ լավ է։ Զարուհի, քանի որ դուք հաճախ չէ որ հյուր եք մեզ եւ գիտեմ, որ վերջին շրջանում այս տարվա ընթացքում ունեցել եք բավականին ստեղծագործական հաջողություններ, եթե չեմ սխալվում, 2 տեսահոլովակ։ 2 տեսահոլովակ ձայնասկավառակի պրեմիերա եւ այդ համերգը պրեմիերան արեցինք շատ հետաքրքիր է ջազարասկավառակի եւ նախագծի ոնց որ պրեմիերա եւ արեցինք հենց հանրային ռադիոյի շենքում այն տաղավարում, որ ես նույնիսկ ձայնագրվել եմ, դեռ եղել եմ 10 տարեկան։ Դա ինձ համար շատ սենց հուզիչ պահ էր, այո, եւ մենք հենց այդտեղ համերգի տեսքով ներկայացրեցինք մեր նոր նախագիծը, մեր նոր սկավառակը, նկարահանվեց այդ ամեն ինչը եւ իմ YouTube-յան ալիքում բացի տեսահոլովակներից, որոնք որ այս տարի նկարվեցին, նաեւ մենք ամեն շաբաթ ներկայացնում ենք մի ստեղծագործություն, ստեղծագործությունները գրվել էին հատուկ այդ նախագծի համար եւ այնտեղ կան եւ հին սիրված երգեր Աճեմյանի, Վարդազարյանի, Շաքարյանի, Սերգեյ Մանուկյան եւ նոր երիտասարդ հեղինակների, իմ լավ ընկերների ստեղծագործությունները եւ մենք այսպես ամեն շաբաթ մի նոր երգով YouTube-յան ալիքում ներկայացնում ենք մեր նախագիծը, նկարահանվեցին 2 տեսահոլովակ եւ կարծես այո, իսկապես բավական լեցուն։ Բայց ես այդ մասին չէի ուզում խոսել։ Նոր կարգավիճակի եւ քանի որ այս թեմայով արդեն տվել եք հարցազրույցներ, համարձակ ուզում եմ հարցնել, ինչպես է իրեն զգում Զարուհի Բաբայան Զոքաչը։ Այ, այդ ինձ որ ասում են այսպես հումորային բաներ կան նույնիսկ Instagram-ում տարվա զոքանչ, այսպես գրում տեղադրում են։ Ես ճիշտ ասած ասում եմ դեռ չգիտեմ դա ինչ է, չեմ պատկերացնում այդ ինչ որ բան պիտի փոխեր իմ մեջ թե չէ, բայց ամեն ինչ լավ է, միակ բանը որ առաջի օրերին ինձ համար այսպես արտասովորերն էր, որ աղջիկս մեր տանը չէր, ինչպես վերջերս հարցազրույցներից մեկում ասացի, երբ մենք աշխատում ենք մի վայրում եւ երբ պիտի գնանք արդեն տուն, ամեն մեկս ասում ենք դե լավ մենք գնացինք, Սովկան ասում է լավ ես գնացի տուն, ես էլ ու ասես հասկանում եմ որ ախր ինքը գնում է ուրիշ տուն, ես գնում եմ ուրիշ տուն, այդ ամենաանսովոր պահն է, որը այսպես ինձ sense առաջին պահին անակնկալի է բերում, բայց ես շատ ուրախ եմ, որովհետև ես տեսնում եմ իրեն երջանիկ, ես տեսնում եմ իրեն իր սիրած մարդու կողքին, ես տեսնում եմ որ իր աչքերը փայլում են, իսկ ինձ համար
դա ամենակարևորն է։ Եթե ես միշտ տեսնելու եմ իմ աղջիկան երջանիկ փայլող աչքերով, ապա ես Կարոտը պատրաստ եմ կհաղթահարվի։ լինել զոքանչ, ինձ դա դուր է գալիս եւ ես շատ սիրում եմ մեր փեսային, Կիմին եւ հուսով եմ, որ իրենք կլինեն իսկապես շատ երջանիկ, երկար տարիներ։ Իսկ նախագծի շրջանակներում, որ հիմա միասին եք հանդես գալիս, երևի թե մի փոքր կարոտ եք առնում եւ արդյոք վերաբերում եք ձեր դստերը այնպես, ինչպես եթե դա լիներ ուղղակի աշակերտ, մտահոգվում եք ինչպես կերկի, ֆալշ կլինի, չլինի, ինչպես։ Շատ ավելի բարդ է, ավելի։ Ես մտածում եի կլինի շատ ավելի հեշտ, բայց իրականում շատ ավելի բարդ է։ Նախ ես երկար տարիներ է ինչ Սովկային խնդրում եմ Սով արի մի հատ դուետ իրար հետ գրենք, արի մի քիչ պարապենք, մի հատ սիրուն բան անենք։ Ինքը ասում էր մամա, ես չեմ ուզում երգեմ, մամ, ես չեմ պատկերացնում ինձ երգելուց։ Ինչ փոխվեց այս ընթացքում։ Ես մենք մի քիչ խորամանկություն արեցինք այս անգամ։ Ես իրեն ասացի, որ նախագիծը ձայնագրվում է։ Այսինքն մենք պիտի ձայնագրվենք, հետո պիտի հեռուստատեսային տարբերակը ցույց տան։ Ինքը ասեց լավ, եթե այդ տարբերակն է, ես կգամ։ Հետո երբ մենք արդեն հանդիպում էր թիմի հետ, ովքեր որ պիտի կոորդինացնեին բոլոր արտիստների աշխատանքները, խոսակցության մեջ երբ Անուշիկ ասեց ով դե երբ որ դուք կենթանի երգում եք, այդտեղ հնչողությունը ինքը sense ոնց մենք կենթանի երգում ենք։ Իսկականից մենք կենթանի պիտի երգենք։ Ասաց հա, բայց նախագիծը կենթանի հնչողություն է, այսինքն այնտեղ ձայնագրություն չկա։ Բայց արդեն հետադարձի ճանապարհ չկար, որովհետև աշխատանք էր արդեն բավական արվել, զույգերը արդեն հայտարարված էին, այսինքն արդեն այդ հետդարձի ճանապարհը այլևս չկար։ Բայց մեզ ավելի դժվար է, որովհետև երբ քո դիմաց կամ աշակերտդ է կամ գոլեգա է, դու կարողանում ես շատ հանգիստ իր հետ այդ շփումը, այդ անհամաձայնությունները, աշխատանքային process է։ Երբ որ դու քո երեխայի հետ ես, այդ ամեն ինչը սրվում է 10 անգամ։ Դու չգիտես ոնց բարկանաս, չբարկանաս, ոնց բացատրես sense կհասկանա, կկարողանա, չի կարողանա։ Ինքը սկսում է նեղվել, դու դրանից սկսում ես ավելի նեղվել։ Մի խոսքով շատ բարդ է, բայց Հա, շատ բարդ է, բայց ինքը հասկացավ, որ այս նախ ասեց, մամ, լավ, մի վարքյան, ուրեմն ես այս նախագծում կարամ խայտարակ լինեմ։ Ասեցի կարաս։ Ասեց կարամ շատ չմտածեմ իմ երգելու մասին, ասեցի կարաս։ Ասես դե լավ, ուրեմն գամ մի քիչ հաճույք ստանամ այդ ամեն ինչից եւ իսկապես մենք երկուսով փորձում ենք այս ամեն ինչից հաճույք ստանալ եւ մեզ համար դա ինչ որ նոր զգացողություններ են իրեն համար հատկապես Եվ մեզ մոտ կարծես տենց ինչ որ ստացվեց, բայց ես ավելի քան վստահ եմ, որ եթե ինքը ինձ մի քանի տարի առաջ լսեր եւ մենք մի քիչ պարապ էինք ավելի պատրաստված ինքը լիներ, ինքը շատ սիրուն կերգեր։ Դե երբեք ուշ չէ, ինքն շատ երիտասարդ է։ Այո, կարող է, մի օր կարող է իմ երազանքն էլ կատարվի։ Զարուհի ջան, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը, շատ անկեղծ ջեր մթնոլորտի համար մենք հիմա ազգովի սպասում ենք իսկապես, ոչ թե երազում ենք, այլ ծրագրած հիմքերը ունենք, սպասում ենք հաղթանակի։ Շնորհակալ եմ անչափ։ Բոլորիս հաղթանակը Ես ուզում եմ ասել, որ այս տարի նույնիսկ մենք Հայաստանում, մենք Հայաստանից կարող ենք քվեարկել հենց մեր երկրի համար, այնպես որ այո, ես շատ երևի թե այսպես մի քանի անգամ կասեմ այդ մասին, որ մեր հանրությունը մի քիչ ուշադիր լինի եւ քվեարկի Ալբերտի համար։ Իհարկե, կարծում եմ, որ այլ ընտրանք ուղակի չունենք եւ դա կանենք սիրով։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։